Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրն է Հայքի քաղաքակրթական խորհրդի համակարգող Նժդեհյան ցեղագրում կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը։ Բարև ձեզ, Տեր Հովսեփյան։ Այսօր զրուցելու ենք հայության ինքնակազմակերպումից ազգայնավարություն եւ թե ժողովրդավարություն այս թեմաներով։ Տեր Հովսեփյան, հայության ինքնակազմակերպում ինչպես պետք է կատարվի այդ ինքնակազմակերպումը, երբ որ հայության մեծ մասը ապրում է Սփյուռքում եւ նրանք տարբեր երկրներում, տարբեր սոցիալական պայմաններում եւ ինտեգրված են այդ երկրների տնտեսության, մշակույթի մեջ, ինչպես կարելի է միավորել այդ դեպքում այդ ողջ հայությանը, որ տեղի ունենա ինքնակազմակերպում, ինչպես ազատվել, ձերբազատվել օտարամոլությունից, ինչպես հասնել նրան, որ հայ ժողովուրդը հավատա ինքը իրեն, իր ուժերին, քանի որ մենք գիտենք, որ երբ հայ ժողովուրդը պահպանել է իր արժեքները, երբ հավատացել է իր ուժերին, միշտ ունեցել է հաղթանակներ։ Մինչև այդ հարցին պատասխանել, նա պետք է հասկանանք ինչ է կատարվում մեր հետ, դերն ասում պետք է որոնենք, փնտրենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո նոր հարց կգնա բուժումի մասին։ Ինչ է կատարվում մեզան։ Նախ հիշենք Չարենցյանի մարգարեական խոսքերը, ով հայ ժողովուրդ քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Ես չեմ կարող պատկերացնել, որ աշխարհում կա մի հայ, որը կասկածի տակ դնի այդ բացարձակ ճշմարտությունը, բայց մեզանում այդ բարձրաձայնելու ցանկում ոչ մի բան չենք անում։ Ավելին, մեր մոտ տարածված այն միտքը, որ հայը երբևիցե միասնական չի եղել եւ չի կարող լինել։ Ինչ է նշանակում է, եթե այդպես է, ուրեմն մեր անվտանգությունը, ազգային անվտանգությունը միշտ վտանգված է եղել եւ միշտ վտանգված է լինելու։ Ուրեմն հարց է առաջանում, լավ, այս վիճակում մենք ինչ պիտի անենք, բայց ավելին, մենք միջև հիմա մեզ ասում ենք, եղբայր, ինչ եք ուզում։ Ունենք պետություն, կազմակերպված պետություն, այն ժամանակ տարածաշրջանի ամենահզոր բանակը, հա, այսպես, բայց արդյունքում տեսանք ինչ տեղի ունեցավ։ Հիմա հիմա նայենք հայության տարբեր շերտեր, դուք հենց սկսեցիք սկզբից Սփյուռք, չէ՞։ Դե հայության մեծամասնությունը դա Սփյուռքն է, մոտ 2/3, եթե ոչ ավելի։ Սփյուռքն է իրենց եկեղեցիներով, իրենց տուսաբություններով, իրենց հիմնական մասը միջին խաղով ձևավորված հասարակական հայրենակցական միություններով եւ այլն սպորտային։ Եվ այդ մասերը իրարից այնքան են տարբեր մեր Սփյուռքի մասերը, որքան այդ պետությունները եւ այդ ազգերը, որոնք ձևավորել են, տարբեր են, իրենց մշակույթներով են տարբեր։ Դա հիմա օրինակ նայենք ռուսական Սփյուռքին, ռուսական Սփյուռքը չնայած մինչև սովետական միության կազմաքանդումը էլի գոյություն ուներ, բայց սովետական միության քանդումից հետո այն լայն քայլերով մեր հայությունը սկսեց գնալ եւ ինտեգրվել ռուսական այդ համակարգին։ Ռուսական համակարգը այնպես է ինքը կայսերական բանն է, հոգեբանություն, որը տարածված է այնց մուժիկից մինչև վերնախավ։ Եվ նրանք շատ դժկամությամբ են նայում այն համայնքներին, ազգային համայնքներին, որոնք չեն ինտեգրվում իրենց հասարակության մեջ։ Իսկ հայությունը շատ լավ է ինտեգրվում է այդ համակարգին, ինտեգրվում եւ իրենց միակ բանը պատասխանատվությունը հայության հանդեպ համարում են այն, որ իրանք ինչ-որ ժամանակ առ ժամանակ փող են փոխանցում իրենց ընտանիքներին այստեղ, եթե իհարկե իրենց հետևից չեն քաշել տալու այդ ընտանիքներին։ Նաեւ ինչ-որ տարի մի անգամ այս միջոցառումներ անել ավելի 24, մյուս նաեւ ինչ-որ մշակութային ու վերջ։ Ի տարբերություն մնացած ազգային համայնքների Ռուսաստանում, ունակ հայկական համայնքը Ռուսաստանի չի կարող չափվել, նույնիսկ մրցակցել այլ ազգային համայնքների հետ, օրինակ չեչենական համայնքի հետ, օրինակ ադրբեջանական, օրինակ չինական,
հա, նույնիսկ վրացական չեն կարողանում մրցակցել։ Ու չհասկանալով, որ եթե իրենք չեն այդ ներքին դիմադրողականությունը չունեն, իրանք պարզապես մի օր կվերանան։ Ինչը տեղի ունեցավ 17-18-րդ դարում լեհական սփյուռքի հետ հայկական Լեհաստանում։ Ընդհանրապես 300,000-անոց սփյուռքը 50 տարում վերացավ։ Էլ չեմ խոսում Արևմտյան Հայաստանում, որ մեր օլիգարխ կոչվածները այն ժամանակվա, երբ որ ակնհայտ էր եւ օդի մեջ կախված էր հայության բնաջնջման այդ գաղափարը, իրանք իրենց փողերը փոխանցեցին Արևմտյան բանկեր ու վերջ։ Այնինչ այդ փողերով, այդ գումարով, ինչպես Նժդեն է ասում, 3 հատ Զմյուրնիայի, մենակ Զմյուրնիայի հայության փողերով 3 Հայաստան կարելի էր գնել, որը չարեցինք։ Եվ այսօր հիմա նայենք, ովքեր այդ ինքնակազմակերպումը, որ ուժերը կամ որ բաները պետք է կազմակերպեն, նախ մեր համայնքներում, երկրորդը այստեղ։ Հիմա մեր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա հայության քիչ մասն է, 1/3-ը մոտ։ Այդ ամեն ինչից բացի նաև պետական կառույցներով, թե մյուս գումարած եւ նաև հիմնական աղքատ բնակչությամբ ձևավորված մեր երկիրը, թե աղքատ հիմնականում։ Ինչ պիտի անել։ Հիմա նայեք, որ ուժերը, որ կառույցները, թե կարող են այդ պատասխանատվությունը ամբողջականացման, հավաքման այդ խնդիրը իրենց վրա վերցնեն։ Օլիգարխիկ համակարգը, որ իրենից ներկայացնում է, որը սերտաչել է պետական, ինչեւ հիմա պետական կառույցների մեջ, ինքը իրեն վերագտնող, վերարտադրող մի կառույց է վերածվել։ Եվ պետությունը սարքել է իր սեփականությունը։ Այդ օլիգարխիկ համակարգը ցանկացած երկրում, եթե օլիգարխիկ համակարգ բանան ներմուծեն, այդ երկիրը դատապարտված է։ Այդպես եղավ հռոմեական կայսրության հետ, այդպես եղավ իսպանական կայսրության հետ, այդպես եղավ ռուսական կայսրության հետ, հա։ Իսկ օրինակ 30-ական թվականներին եւ ամբողջ կայսրությունը, ամերիկյան պետությունը արդեն կործանման եզրին էր, որովհետեւ այնտեղ ամբողջ քաղաքական բիզնես էլիտան կազմում են օլիգարխները, մաֆիաների հետ սերտաճած, հա։ Եվ հայտնվեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը իր որպես հենք, որպես մեջք, ինքը չընդունեց այդ օլիգարխիկ համակարգը։ Ինքը գնաց դեպի ժողովուրդ։ Եվ ամեն ինչ արեցին, որպես այդ օլիգարխիկ համակարգը դուրս մղեն պետական համակարգից։ Այդ արեցին։ Եվ հաշված տարիների ընթացքում Ամերիկան Միացյալ Նահանգները, ինչ ասեմ, փրկվեց կործանումից։ Եվ շատ տնտեսագետներ պատմաբաններ այսօր ասում են ամերիկյան այդ բանը, ասում են Ռուզվելտյան Ամերիկա։ Նույնը տեղի ունեցավ Չինաստանում։ Հետմաոյական Չինաստանում քանդուքարավ երկիրը, թե խելքի բերեց մեծ բարեփոխիչ Դեն Սյաոպինը, որը հիմնվելով իր ազգային արժեքների վրա, հայտնաբերելով իր մեջից ազգային արժեքներ կրող մտավորականներ, ամեն ինչ, հա, դրանք ինքը հայտնաբերեց եւ դրանց բերեց առաջ։ Եվ նրանք իրենք սարքեցին իրենց երկիրը, որ այսօր շատ ճշմարտացիորեն ասում են չինական հրաշքը անվանում են Լաոսի ստեղծած է չինական հրաշքը, մարդիկ պարզապես իրենց ինքնությանը գնացին, իրենց արժեքներին, ոչ թե այն արժեքներին, որը թելադրված էր դրսից, մասնավորապես Բրիտանիայից, որ այ պետք է դուք մեր նարկոտիկները առնեք, հա, մեր համակարգը, մեր կառույցները ձևավորեք, ոնց որ իրենք բանան, հետո հասցրեցին Չինաստանը կործանման եզրին։ Հիմա մեր մոտ մենք ինչ պիտի անենք, այս մենք բերեցին նրա համար, որպեսզի մենք հասկանանք, այո, ոչ մեկ մեզ ոչինչ չի բերում տա, մենք մեր մեջ պիտի հայտնաբերենք այդ ամեն, այդ Իսպանիան հիշեցի Շիրազի խոսքը Մարգարիտն ու Փրփուրը բանաստեղծությունը վրա ասում է մարդիկ կան փրփուրի նման միշտ կյանքի ծովի երեսն են ելնում, հա, բայց հատակում այնքան մարգարիտներ կան, որոնց փառքը դեռ փրփուրն է խլում։ Մենք չունենք այն մշակույթը, չենք ստեղծել, բայց կարող ենք դա անել։ Եթե բազմամիլիոնանոց Ամերիկայում դա կարողացան անեցին միլիարդուկեսանոց Չինաստանում այս փոքրիկ երկրում, ինչն է անհնար, որ չենք անում։ Այսինքն ստեղ անհնարինությունը այն այսպես ասենք, այն խոչընդոտներն են, որոնք մենք պարզապես կամ չենք տեսնում, կամ չենք ուզում դա վերացնենք։ Այդ խոչընդոտները։ Բայց չենք ուզում, թե չենք կարողանում։
նախ չեն գիտակցում, որ մեր դժբախտությունները այդտեղ են։ Այսօր նայենք ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Ատելության մի հատ մեծ մթնոլորտ է ձևավորվել։ Մյուսը բոլորի դեմ են, բոլորի դեմ, ով ինչ ուզում անում է։ Ինձ ես վերջերս զանգեցին, ասեցին հարցախույզ էին անում, այս կառավարություն եւ եկեղեցի, այս բանը ում կողմն է, ասում իրար արժեն իրար արժեն, որովհետեւ երկուսի մոտ էլ ես անցած հաղորդումներում ասում երկուսի մոտ էլ բացակայում է ազգային արժեհական համակարգի գիտակցումի կրելու այդ փիլիսոփայությունը բոլորն են հեռացել են ազգային արժանապատվի եւ էսենց է պետք է ժամանակին որ սկսում էր այս շարժումը սփազաշարժումը էլի հարցրեցին ասեցի եթե հաղթի է շարժումը ժողովուրդը պառակվելու է եթե պարտվի ասում խայտարակ է լինելու եկեղեցին որտեղ նորից այդ արդյունքը տեսնելու ժողովրդի իմաստի վրա երկու դեպքում է մեզ հայտ բերում են մի վիճակի, որը շախմատային լեզվով կոչվում է ցայտնոտ կամ ցույցանք այսինքն կամ դու ժամանակ չունես կամ ինչ քայլ անես սխալ է ուրեմն ինչ է նայենք եկեղեցին կարող է դա անել իր շուրջը հիմա մարդիկ ասում են եկեղեցին չէ չի կարող եկեղեցին որովհետև ինքը աղանդաբար լինելով ռուսական եկեղեցու ազդեցության տակ այսօր էլ ռուսական եկեղեցու ազդեցության տակ եթե ընդ փորձի Ռուսաստանում կազմակերպել հայկական համայնքները ինքը խանդով եւ դժկամությամբ նույնիսկ չասեմ թշնամության կարտահայտվի արտահայտություն գտնի ռուսական իշխանությունների կողմից նրանք շատ վատ կնայեն դրան չեմ խոսում մահմեդական որովհետեւ ինքը քույր եկեղեցի է հանդես գալու իսկ մնացած երկրներում եվրոպական եւ այլ երկրներում նրանք գիտելու են որպես ռուսական քույր եկեղեցի հա եւ իրանք վատ են նայելու դրան էլ չեմ խոսում իսլամական երկրներում հայության վիճակը հիմա այս վիճակում ասի եկեղեցին բացառվում է կուսակցությունները անդրոշակ կուսակցությունները նույնպես չեն կարող որովհետեւ բոլորն էլ իրենց տափուկ տեղ այստեղ այնտեղ գտնելով թե ինչ որ օլիգարխի հովանավորությունը ստանալով նրանք միևնույնն է չեն անելու եւ չեն կարող անել եւ չեն թույլ տալ կուսակցությունները չեն կարող մտավորականությունը նույնպես ուրեմն մնում է միակ բան մեկ գաղափար մեկ արժե համակարգ չէ ես դարձյալ պետք է ասեմ դա ազգային ինքնությունը ոտքի կանգնեցնող հայտնաբերող հզորացնող դա ազգային գաղափարախոսություն է որը մինչև հիմա մեկ բարձրաձայնելուց այն կողմ մինչև մեկ ունենք ազգային գաղափարախոսություն եղբայր եթե ունեք պետք է մատնանշենք ինչ արժեքների վրա է այդ ազգային գաղափարը չեմ ասում անընդհատ ինչ արժեքների վրա է հիմնվելու թե ազգային գաղափարախոսություն վարչապետը 14 կետանոց բան է հնարել չգիտեմ ինչ անունը դրել է գաղափարախոսություն 14 կետանոց ես մի անգամ ասացի որ զարմանալիորեն է 14 տիպը կրկնվում է եւ Լենինի մոտ եւ Ռուզվելտի մոտ 14 կետ հասկանում եք սրանք վերցնում են copy paste այսպես ասած անելով փորձում են դրանով եղբայր 14 կետով գաղափարախոսություն չի կարող լինել դա գոնե Լենինը ինքան ազնիվ էր որ ինքը ասաց թեզիսներ հա թե ինչպեսի պետություն պետք է կառուցել ոչ թե լոզունգներ այլ պետք է փիլիսոփայություն որդեգրել ինչպեսի փիլիսոփայություն ցանկացած գաղափարախոսություն հիմնվում արժե աշխարհանկալման հետ աշխարհանկալումից բխում է գաղափարախոսությունը իսկ գաղափարախոսությունից բխում են ծրագրեր իսկ ծրագրերից բխում են պլաններ կան 5-ամյա կլինի 10-ամյա կլինի չգիտեմ ասում են իսկ այստեղ 5-ամյա պլաններ չէ մի տարվա պլանը ներկայացնում են ծրագիր էլ չեմ խոսում գաղափարախոսություն 14 կետանոց լավ Պիեր Հովսեփյան այդ հասկանալի է հիմա մենք որ ասում եք ազգային գաղափարախոսություն հասկանալի է որ ազգը պետք է ունենա իր գաղափարախոսությունը պետք է ունենա իր նպատակները պետք է անպայման ձգտի իր այդ նպատակներին հասնելուն նորմալ ճանապարհներով ազգային գաղափարախոսություն ինչ որ մեկը կարող է ասի հետո չհասկանաս դրա գաղափարախոսությունը որն է հիմա դուք առաջարկում եք գաղափարախոսություն արժե համակարգերի վրա ով է այդ գաղափարախոսությունը առաջ մղելու ով է այդ գաղափարախոսությունը տարածելու նայեք
Որտեվ սենց մենք կարող ենք խոսել, ասենք ամեն մեկը իր համար կլսի, կնստի, կասի լավ հասկացան, բա հետո ուրեմն այդ գաղափարախոսությունը մեր հներից սկսած բոլորը տարբեր արժեքների մասին խոսել են, տարբեր խորհրդանոցից սկսած բոլորը մեր արժեքների, բայց համակարգված դրանք համախմբած այդ արել է Գարեգին Մեջդեհը, որը ներկայացրել է դա որպես ցեղակրոնություն, կրել ցեղի արժեքները ու որոնք են մեկ-մեկ եւ որ արժեքը ինչպես պետք է զարթնեցվի, ինչ քայլեր պիտի արվեն, որպեսզի այդ բաները հայրենիքի այսօր կրոններ են վերցնում, աղանդներ են վերցնում, Մեջդեհը սահմանել է ազգն ու հայրենիքն են մեր զույգ ասպատությունները, իսկ ազգասիրությունն ու հայրենասիրությունը կրոն, չունենք մենք այլ կրոն, հա, դա ազգասիրությունն է եւ հայրենասիրությունը, մենք դա արմատավորում ենք մեր սերունդի մեջ, մատասերունդի մեջ, չենք անում, տնտեսություն ենք զարգացնում, գնում ենք, ես եմ դե ազատ տնտեսական ես ինչ ենք ստացում, բայց շատ այսօր տնտեսագետներ ասում են, դա կեղծ է, հա, չկա այդպիսի բան, այսինքն մենք կեղծ բաների վրա այդ խայծը ուտում ենք, գնում ենք դրա հետևից, էլ դեմոկրատիա, ոչ մեկ չի ասում այդ ինչ բան է դեմոկրատիան, կներեք ասում եք ինչով են ուտում այդ դեմոկրատիան, չհասկանալը, որ դեմոկրատիան կացութացվելիս մարդկության մեջ մեկն է, Էնել է նույն դեմոկրատիան տարբեր են, հունական դեմոկրատիան տարբերվում է հռոմեական դեմոկրատիայից, ռուսական ամերիկյանից, թուրքական լեհականից եւ այլն ու խիստ տարբերվում են իրարից, որովհետեւ իրենք իրենց այդ հիմքում sense տենից իրենք բնում են իրենց ազգային շահերը, իսկ իրենց ազգային շահերը ես չէ որ պիտի ասեմ, իսկ մենք մեր ազգային շատ չասենք ազգային նպատակներ գոնե սահմանել ենք Մենք ինչ նպատակներ ենք ուզում գոյատևենք, հա, այլևս, հա, նույն ձևով որ մենք 2000 տարի գոյատևեցինք, քարշ եկանք, քարշ գալով եկանք, վաստակեցինք եղել, կորցեցինք հայրենիքի 90%-ը, հա, սա ենք ուզում։ Մենք ուզում ենք մեկ մեր տեղը գտնել այդտեղ որպես ազգ, թե մեր գոյությունը քարշ տալ որպես ժողովուրդ, ո՞նց ենք ուզում։ Այստեղ արդեն գալիս է ազգայնավարություն, թե ժողովրդավարություն հասկացողությունը։ Ինչպիսի, ուրեմն ազգայնավարություն, դա ազգային արժի համակարգի վրա, ազգային գաղափարների հիման վրա ձևավորված մի աշխարհայացքային ուսմունք է, որի նպատակն է ձևավորել ազգային պետություն։ Ազգային պետությունը ձևավորում է ազգը։ Եթե դու ձևավորված ազգ չունես իր արժի համակարգով, դու ազգային պետություն չես ունենա։ Հա, դա համար այո, ինչ որ ժողովուրդ է ձևավորվել, ասում մեր երկիրը դեմոկրատական է, պատկերացրեք սուտ չեն խոսում։ Հա, այո, դեմոկրատական, բայց ինչպիսի դեմոկրատիան իր վառ գույներով տեսանք, թե ոնց թալանվեց երկիրը։ Օրենքները գողությամբ չէ, օրենքները գողություն տեղի ունեցավ։ Իրանք ստեղծում են այդ օրենքները դեմոկրատիայից բխող, հա, այդ աշխարհայացքից բխող ծրագրեր, այդ ծրագրից բխող օրենքներ ձևավորեցին, ծիգեր մցրեցին, չէ, որպես բան մոռացել ենք այն ժամանակ բաներ ունենք մենք բերեցին այդ վաուչերներ, հա, վաուչերներ, ժողովուրդը այդ վաուչերի հետ աշխատում, չգիտեն ինչ է դա, ոչ մեկ ոչ էլ բացատրում էր։ Սկսեցինք դեր, որպեսզի այդ մարդիկ ներդնեն իրենց այդ վաուչերները, իրենց տնտեսության մեջ, եւ դրանից մեր տնտեսության մեջ եւ դրանից դիվիդենդներ ստանային, բայց ոչ, դրանք խլվեցին ժողովրդի ձեռից եւ արեցին այն ինչ որ արեցին։ Հիմա ինչ պիտի արվի, հասկացանք ես ամեն ինչը, լավ, այս բոլոր կառույցները, կուսակցությունները չեն կարող, եկեղեցին չի կարող, օլիգարխները իրաց նման բաներ են ստեղծում, իրանք պետություններ վերել նացել իրենց գրպանի, հա, այդ են արել, հիմա ինչ պիտի անենք մենք, նախ եւ առաջին հարցերի հարցը, այսօր որ նայում եմ, գիտենք, մենք անկիրթ ենք դարել, մենք կրթական մեր ցենզը բավականին ցածր է, նայում ես, այ մարդ, ով ինչ մտքով, ինչ ասեց, առանց իրար խնայելու, ինչ ասեց, ինչ որտից վերցած, ինչեր են կարդում, ինչեր են բերում, ոնց են ներկայացնում, ու այս ժողովրդին եւ հասան դրան, այն ասած ժողովուրդը մնացել է շիվար, հա, ինչ անի, բայց նույն ժողովրդին, եթե դու չես բարձրացնում, այդ արդար պետության արդարության, թե արդարության բանը, դե ասել այն պետությունը, որը արդար պետության, արդարության վրա հիմնված պետությունը պետք է
իր վրա կարողանա վերցնել այդ պատասխանատվությունը, որպեսզի ժողովրդի յուրաքանչյուր անդամ ասի արեգակը ծագում է բոլորիս համար եւ իմ համար, հա? Եվ ինքը հասկանա, որ սա իր ոչ մեկ չի հասկանում։ Հայրենասիրությունից են խոսում, ոնց որ խոսան Սահարան Արաբատից։ Դատան սա մարդու հայրենասիրության դաստիարակում հայրենասիրություն այնքան պետք է լինի, որ այդ հայրենասիրությունից թշնամին վախենա քո հայրենասիրությունից։ Ինչ ենք անում, հայրենիքը մեր համար ինչ է, ապրիլատեղը, հա? Իսկ ազգը վերանած է ժողովրդին, իսկ այդ ժողովուրդը երևում է միայն քվեաթերթիկներում, 5 տարին մեկ, հա, քվեաթերթիկներում։ Եվ գալիս են ասֆալտ գցողներ, թոյեսի մինչև ողորմություն բաժանողներ, հա? Եվ ասում ինձ ընտրեք, այս արեք, այն արեք, ինձ ընտրեք, որպեսզի ես ձեր կյանքը բարելավեմ։ Սարդան դու թալանել ես այդ ժողովրդին, դու գողացել ես այդ ժողովրդից։ Եվ այդ ողորմություն շպրտում ես այդ ժողովրդի երեսին, որպեսզի իրան փրկես։ Նայեք ինչ աբսուրդի ենք մենք հասցրել մեր ամեն ինչը, հետո գալիս են, ասեք ինչ անենք։ Սարդան մենք այսօր երեք պետք է անենք, լավ այսօր պետք է անենք, որպեսզի վաղ այդ հարցը չտանք, հա։ Մենք պետք է մեր արժեքներին կպնենք, այն մեր ամեն ինչով մեր հնարավորություն, մենք պետք է սիրենք մեր արժեքները։ Եթե չես սիրում, հայրենասիրության վրա օրինակը բերեցին, այնպես պիտի սիրես քո հայրենիքը, որ թշնամին դրանից վախենա, հա, որ այն այս ձեր սիրել կրնի, որ սիրում են ես, հա, այդ զգացմունքը մեր մոտ կա, կարծում եմ ոչ։ Ջեր Հուսեփյան, ես կարծում եմ, որ մեր ազգը դեռ վաղուց հիմա առավել ևս կորցրել իր ազգային դիմադրողականությունը։ Ինչու ենք մենք հարմարվում, ինչու ենք մենք զիջում, ինչն է դրա պատճառը։ Նայեք, դա շատ տեղերում երևում է, էլի, օրինակ, այդ ամիջ այդ քարոզչությունը տարբեր ձևերում են անում, ասացվածքներով, թե հեքիաթներով, կամ եսի միջով, որտեղ հաց են տեղ կաց, եւ մարդիկ ասում են, այո, հաց Ֆրանսիայում է, Փարիզում է, ենակ գնամ այնտեղ, իսկ շատ արագ այդ հացն տեղ կանեմ, եթե կծախեմ տունու տեղս, կփախնեմ Փարիզ, հա, կփախնեմ Փարիզ կամ չգիտեմ որտեղ, հա, եւ այդ բանը ունեցված մեր դիմադրողականությունը միշտ կա, դա մենք չենք տեսնում։ Մենք մեր ներքին դիմադրողականությունը ունենք, պարզապես չենք տեսնում դա։ Մենք պետք է տեսնենք, պետք է որ նա, եթե դու ուզում ես ապրել, հա, դու պետք է առողջությանդ հետևես։ Եթե ուզում ես ապրես, եթե հիվանդություններ ես հայտնաբերում քո մեջ, դու նախաձեռնություններ ես անում, որպես այդ հիվանդությունները բուժես։ Մենք չենք տեսնում ինչ է կատարվում մեր հետ, հա, բայց ով ինչ ասում է, քանի իշխանություն փոխեցինք, չէ՞, այն բարձրացանք, դարպասներ ջարդեցինք, գլուխներ ջարդեցինք, ինչ ասես, դիմադրել ենք, բայց առանց հասկանալ, առանց բաների ինչ ենք ուզում, լավ, դիմադրեցինք, լավ, այս մեկը քխներ, այն մեկը քխներ, հեսա մյուսին կբերենք, մյուսին բերեցին ավելի վատը, էտել էր քխ, մյուսին կբերենք, և բերեցին մեկին, որը գերազանցել բոլորին, արժե համակարգի, ձեզ թվում է ինքը արժե համակարգ չի հասկանում, կարող է մասամբ հասկանում, կամ բոլոր այս իշխանությունները իրարը հաջորդ և իրավահաջորդ իրար փոխանցելով բերեցին մեզ այս օրին, 30 տարում ես մի անգամ ես ասեցի, ընդհանրապես ցանկացած այլանդակություն, եթե կրկնում ես, թե ցանկացած այլանդակություն, ցանկացած փիղծ միտք, եթե կրկնում ես, դա դառնում է կենսական։ Մեր ներքին դիմադրողականություն մենք ունենք, այն էլ ահռելի չափով, հələ մենք փորձել ենք կպնել մեր արմատներին։ Բայց որ ունենք, ինչի չենք այդ դիմադրողականությունը։ Քարոզչությունը, պետությունը, մեր պետությունը զարթված է, զարթված, ով պետք է քարոզչությունը անի, ով պիտի անի դա, պետությունը, իսկ պետությունը զարթված է, օկուպացված է մեր երկիրը, օկուպացված եւ օկուպացված են այդ բոլոր ընդհանուր այդ աղամներով, այդ կառնական տարբեր, այդ ծիգերով, որ ասեցի, չգիտեմ, հասարակական կազմակերպություններ, անվերոշակ կուսակցություններով, հա, որը ասեմ, ամեն բնակավարի, եւ կրթական համակարգ չասեմ, հա, կրթական ինչպիսի մենք սերունդ ենք դաստիարակել այս 30 տարում։ Ես կուզեի հիշեցնել մեր ժողովրդին պարոն Բագրատյանի մի արտահայտությունը, որ ասում է ոչ մի սերունդ թող անգրագետ մեծանա։ Հետո ասա անգրագետ, հա, մեկ սերունդ պետք հզորագույն խետական կայսրությանը, որպեսզի վերանար աշխարհի երեսից։
մեկ սերունդ։ Եվ իրանք ձեռից բաց թողեցին։ Այդ արժեքների ընկալման, այդ սերունդի ոչ ճիշտ դաստիարակման խնդիրը։ Ոչ ճիշտ, մի սերունդը թող անդաստիարակվի, կարող է անկիրք լինի։ Սա ենք մենք անում։ Եվ մեկ այլի հայտարարությունը, որ պոլիփեդրնի հրաշական այսպես էին մոտենում ամեն հարցին, եւ այսօր էլ են այդպես մոտենում։ Այսօր էլ պոլիփեդ լինի քպայական, չգիտեմ, լինի ինչական, հա։ Այնիշ մեկը հարցնող չկա, եղբայր, դու հայ ես, հա, թող քո կուսակցական պատկանելությունը եւ կրոնական։ Դու հայ ես, թե հայ չես, հա։ Եկեղեցին այսօր կանգնում են երկիշների են գցել մեյդանը, ով քրիստոնյա չի, հայ չի, այ մարդ, այս ինչ մտածելակերպ ա ձեր մոտ։ Լավ, ես աթեիստ եմ, հայ չեմ։ Այս ինչ եք կարողում, ինձ ասեցին չղային աս առավոտյան հենց, ինչ որ Աբրահամ Ռուսոյ ով կանգն է 10 տարի հայերին, 10, հասկանում ես, տղա ջան, դու մեկ կողնոշի դու ով ես ազգության, հա, դու եկել ես մեզ 10 ես տալիս, ովքեր եք դուք, բայց ժողովուրդը դա չի հարցնում, ախր մի հատ հարցեք դու ազգությամբ ով ես, իսկ եթե դու ազգությամբ հայ ես, ինչ է քո մեջ առաջացնում հայ լինելու զգացումը, ինչ պարտավորություններ եւ ինչ իրավունքների ես դու ձգտում, հա, եթե դու հայ ես, ինչ պարտավորություններ ունես անելու, մենք բոլորին տեսնում ենք, բոլորին նայում ենք, հա, բոլորին խորհուրդ ենք տալի, քննադատում ենք մեզնից բացի, սենց ոնց կլինի, ու բողոքում եք, ես ինչ այս մեր բողոքում, ամեն ինչից բողոքում եք, բացի մի բանից, մեր խելքից, ծնողներից կբողոքեք, կանացից, ամուսինից։ Սևակը ասում է, չէ, ամեն մարդ իրեն բախտից է դժգոհ։ Բախտից է դժգոհ, իրաց խելքից ոչ մեկ չի բողոքում, այ մարդ։ Դուք մի հատ կարողանում եք, մի հատ մի օր ձեզ նայել հայրը մեջ։ Ձեզ նայել հայրը մեջ ու թող ամոչունի մի հատ թքեք ձեր երեսին։ Հա, կարողանում եք այդ անել։ Տեր Հովսեփյան, խոսենք ազգայնավարությունից, ժողովրդավարությունից, դրանց տարբերությունից։ Այսինքն ազգը հետո հասկանանք, մենք ուզում ենք որպես ազգ ապրենք, թե որպես ժողովուրդ ապրենք։ Խոսենք դրանից։ Ուրեմն ընդհանրապես դրանք եւ ժողովրդավարություն է, դա կացուցած են ժողովրդավարությունը, ես թագավորական ձևը, չէ, պետության կարա թագավորական ձևը, օլիգարխի համակարգը, տարբեր ժամանակներում տարբեր ձևով դրսևորվել են, որպեսզի կառավարելի սարքեն տվյալ երկիրը։ Ազգայնավարությունը, ժողովրդավարությունը, մի քիչ առաջ ես ասի, ժողովրդավարությունը տարբեր են, դա մեկ բան չի։ Ամեն երկրում տարբեր ձևով են, տարբեր ձևով է դա անցալու հուններից բացի, սկսած։ Հունական ժողովրդավարության ժամանակ այդ իրանց կառավարման մեջ անկախ տնտեսական վիճակից, սոցիալական վիճակից, միայն հույններն էին իրավունք ունեին մասնակցել այդ բանին, կառավարմանը։ Իսկ հռոմեական դրանք օլիգարխներ էին, իրենց պլեբեյները եւ մյուս։ Այսինքն արիստոկրատիայի իշխանություններ։ Դե արիստոկրատիայի էլի անկախ քո բանից կարող ես դու ազգությամբ այլ լինես, բայց պետության հետ բանը իրանք քիշեմորին դու արիստոկրատ ես, ուրեմն հա կարող ես։ Այսինքն եւ գնալով տարբեր դրսևորումներ են ունեցել։ Մի անգամ ես ազգայնավարության մասին խոսացի, ինչ ես խոսում, ֆաշիզմ ես խոսում։ Այ բանամ, հենց սպասի, դա խոսամ։ Հետո դա ֆաշիզմը չէ։ Ազգայնավարությունը ես սահման եմ, պարզապես փորձեք իրարից սահման։ Դա էլի մի կացուցածը, հա, ուրեմն այսօր գործում է նույնիսկ մեր կողմից չսիրված Թուրքիայում։ Վերջերս ես, վերջում 15 տարի առաջ ես նայեցի մի հատ հաղորդում, ուրեմն մեկը ընտրվել էր պատգամավոր իրենց, մեկը հայտնաբերել են, որ այս մարդը ծագում է տատերից մեկը հայ է եղել։ Անես պարսավանքի ենթարկեցին սրան, անես բան, այս խեղճ մարդը նույնիսկ իր համար էր հայտնություն։ Հրաժարվեց իր բանից, այսինքն ինչքան ամոթ է բան, եւ ես sense ուշադիր որ նայեցի դրանց խորհրդարանին։ Ես գասի դրանք ոչ այնքան թուրքեն, ինչքան օսման։ Նրանք այդ թուրքական խորհրդանը օսման եւ հասկացա նաեւ իմ մյուս հարցի պատասխանը ինչի են իրանք այդքան մեծ եւ մեկ ինչ են այսքան փոքր եւ թույլ։ Հա
Այսինքն հիմա ազգայնավարությունը նորից եմ ասում, այդ Թուրքիայում էլ էդի աշխատում է առանց դրա բացաձայնման։ Նույնը այդ ազգայնավարությունը աշխատում է նույնիսկ Ամերիկայում։ Այն որ ասում են ազգային շահեր, անգլոսաքսերը իրենց շահերը նկատի ունեն։ Ոչ թե միգրանտների կամ բան, անգլոսաքսերը։ Մեր ազգային պետություն իրենց պետությունը նկատի ունեն, ոչ թե մնացածի մյուսի։ Այս կամ այնչափ իրենք տարբերություն են դնում, թե իրենց ազգային շահերի եւ մնացածի։ Հիմա ազգայնավարությունը փորձենք սահմանել։ Ազգայնավարությունը դա մի կացութացրել է, ուր որը առաջնորդում է ազգային գաղափարախոսությամբ, ազգային արժեքներով եւ այդ արժեքների վրա հիմնված ինստիտուտներով։ Այդ արժեքների վրա ահա իսկ ընտրությունները ոչ թե sense պետքա բանը ասեն եկեք ընտրեք ինձ ընտրեք ես լավ դաշնակցական եմ կամ չգիտեմ հանրապետական կամ ԿՊ-ական եմ ես իշխանում եմ հայ իշխանում եմ կրում իմ արժեքները եւ այդ արժեքները ակնհայտ ակնառոտ Երևան եմ ասում ծառ բերքից հայերեն մարդի արած գործերից այդ չես գտնից մեկ փոքր ենք տարածքով է մարդականակով է ցանկացածի համար կարող ես գտնել այդ մարդն ով է ինչպիսին է այդ մարդը ապրել կյանքում հա կարող ես դա տեսնել հիմա ազգային պարզապես մեկ օրինակ բերեմ մեկ օրինակ ոնց մի հատ օրենք պարզ օրինակ այն բանը որ հանրային խորհուրդը որ ձևավորվում էր ես ուրախացա ասի այստեղ կարելի է դա անել հետո որ ինքը որ զարգանա այս անգամ այս պարլամենտը այսպես կոչված պարլամենտը բանի պետք չի լինի խնդիրը որն է այսինքն այդ եթե հանրային խորհուրդը պետք է հանրություն ներկա լինի ոչ թե ում պատային նշանակեն այլ հանրային խորհուրդ դա ինչ է իրանից ներկայացնում հանրային նախ ասեմ որ հայությունը բանից ազգից վերածվելով ժողովրդի որ վերածվել է դարերի ընթացքում առաջինը որ արեցին մեր հետ դա մեր տոհմերի վերացումն էր տոհմիկ տոհմերին հետո անցան պապուանով ազգանուն ընտրելուն եւ տոհմերը քանդվեցին ու վերջացավ այդ տոհմիկ բանը մշակույթը բայց մենք մոռանում ենք նկայ բան որ մենք այսօր էլ այդպես ենք ապրում հարսանիքին էլ մեր տոհմն է մեր կողքը դժբախտությունների ժամանակել մենք սենց կնես մեկ էցել ապրում ենք դա պետք է արտահայտվի նաեւ մեր կառավարման համակարգում հա եւ դրանով իսկ հայությունը կամբողջանա ինչպես մի հատ պարզ հեքիաթ պատմեմ օրենք մի հատ օրենքի նախագիծ օրինակ եւ դա ինչալուց էս ժամանակ խոսում ենք նախ պետք է բան լիներ քաջալերվեր ողջունվեր բոլոր այն միջոցառումները որ կապված են տոհմածառի հետ տոհմերի վերականգնման ինչալուց սկսվեց ժամանակին մարդիկ հպարտ գալիս են իրենց տոհմածառերն են բերում իրենց տոհմի պատմությունն են ներկայացնում ես իմ երջանկությանը չափս աման չկար բայց մեկ է տեսան տանգավոր է դա չպետք է անում մի անգամից կտրեցին դա մի անգամից դա ես ուզում եմ որ դա լիներ նաև հանրային խորհրդում եւ մի հատ օրենք այն տոհմերը կամ այն տոհմական միությունները որոնք ունեն առասիտ մոտավորապես այնքան անդամ որքան մի օկրուգն է չգիտեմ հա նրանք կարող են իրենց մեջից ընտրել մեկին իրանց մեջից ներկայացնել այդտեղ։ Հիմա ինչ կկատարվի, նախ կստեղծվեն տոհմական խորհուրդներ, որովհետև իրանք էլ կուզենան մասնակիցը, իրանք մասնակից լինեն երկրի կառավարմանը, եւ իրանք այդ տոհմական խորհուրդները կձևավորվեն։ Եթե չբավարարեն բարեկամական կապերով կապված տոհմական խորհուրդներ կձևավորվեն, եւ իրենց մեջից ոչ ամենազորբային կուղարկել, ոչ ամենաբախտախնդրին, ամենաշնորհալի եւ այդ տվյալտոմը կարող է ունենալ Ավստրալիայում օրինակի համար եւ այսօր տեխնիկական միջոցները ներում են որ ահա այդ եւ դրանք բոլորը կընդգրկվեն այդ կառույցի մեջ եւ ամենաշնորհալին ուղարկեն հանրային խորհուրդի թե պարլամենտ կլինի եւ ոչ մեկ քեզ չի մեղադրի ընտրությունների կեղծիքների մեջ որովհետեւ ընտրությունը ընտրություն եւ եթե ասենք այդպես լինի կվերամիավորվի հա հայությունը ամբողջ մի անգամից մամլիսի պես հավաքվում է մի անգամից Այսօր էլ ինչ ասես հնարում են տոմսեր են հնարում ես միջերան ցավը տանում ապրեք այդպես ինչպես հիմա ապրում եք հիմա ապրում եք ձեր տոհմական ինքնության մեջ սենց տենից անկախ նրանից ձեր հարազատը Ավստրալիայում է թե որտեղ է հա ինքը էլի սենց տենից հեռախոսով բանով կապում են
բայց մեկ էլ մի օր հանկարծ հայտնաբերի, որ իր կարծիքը իր տոհմի մեջ կարևոր է, հա, եւ ինքը այդ տոհմական խորհուրդներն սկսեն իրար կերրա ամեն ինչը, եւ հայությունը մի անգամից մամիսի պես կամբողջանա, ամբողջական, բայց ով է անում դա։ Ես ժամանակին որ դա ասեցի, չեմ ուզում անել, տամ օգուրմացիկ ինքը։ Նույնիսկ այ Գևորգ ջան, մեր ժամանակ էլի օլիգարխներն Բայց դրանք էլ կունենան, էլի, ասում, այո, նրանք էլ կունենան, բայց նրանք կունենան այնքան մարդ, ինչքան դու։ Ոչ թե եթե ինքը շատ է տոհմով հզոր է այսա, իրը 20 հոգի կունենան, դու պարզ թվաբանությամբ են բանանում։ Այսինքն մենք պիտի վերականգնենք մեր տոհմերը, հարցերի հարցն է դա, տոհմերի վերականգնում, եւ դա պիտի արտահայտվի մեր բոլոր ոլորտներում, այդ թվում կառավարման։ Հենց այդ էլ ազգայնավարությունն է, ուրիշ բան չկա։ Հովսեփյան, ազգային սեփականություն, չէ՞ որ եթե ասենք ազգը, անձը, տոհմը, բնակչությունը մասնակից լինի մեր բնական ռեսուրսների շահագործմանը եւ այլն, նա ավելի կկապվի, ավելի դրա մասին խոսենք, մեր այդ բնական ռեսուրսներից։ Այ շատ լավ հարց տվեցիք, շատ լավ հարց։ Դա այո մենք ասում ենք, ինչ է սեփականաշնորհն ռուսները, սեփականաշնորհը ֆրանսիացիք, սեփականաշնորհը։ Ուրեմն ինչ արել են արդեն, բայց մենք դրանք հետ բերելու ճանապարհներ կա։ Դա փորձներ կա, համաշխարհային փորձ կա։ Դա արեցին Ալյասկայում, Ալյասկայի ժողովուրդը, դա արեցին պարսիկները, արաբական մի շարք երկրներ, հա։ Նաև Շվեդիան։ Մինչև հիմա Անգլիայում մեր սեփականաշնորհումը դեռևս շարունակվում է, այդ սեփականաշնորհումը։ Այն օբյեկտները, որոնք չեն աշխատում կամ վատ են աշխատում, ապա սեփականաշնորհվում են եւ նորից են վաճառվում, կարա 50 անգամ վաճառվի։ Մինչև գտնեն այն իրական շահառուին։ Գերմանիա այն քանդու քարակ երկրից վերածվեց հզորագույն երկրի, երբ որ տերերին ախր փող չեն ուզում, նվեր են տալի, բայց դու պարտավոր ես, հա, եւ տես վաղվեց պարտավոր ես այդ գործարանները այսքան ժամանակում վերականգնել եւ արդյունքը ցույց տալ։ Իսկ մենք ինչ արեցինք։ Այդ չեմ ասում։ Քանդեցինք, ավերեցինք, այս արեցինք։ Այսինքն դրա բանը։ Հիմա դա արժեք բաները ազգային կապիտալ, ասենց ասենք, նաեւ ազգային կապիտալ են, ընդերքը, հողը, ջուրը, ընդերքը, չէ՞։ Նաև ասում ենք շատ գործարաններ, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն, դրանք անպայմանորեն պետք է վերադարձվի ժողովրդին, անպայմանորեն վերադարձվի ժողովրդին։ Ինչ ձևով։ Շատ բարձ, օրինակ ասենք կան փող եմ առել, դա առել եմ այսին, բարի լավ ես առել։ Ես հաստատ կգտնեմ մի հատ բանկ, նույնիսկ արտասան ունեմ բանկ, եթե ես անեմ, օրինակ եմ ասում, ես չեմ ասում այդպես անենք, եթե մտածում կձևեր կան։ Այդ բանկով, այդ բանկի փողը տալիս ենք իրան, ես այդ բանկին տոկոսներով իմ արդեն սեփականությունից ես ուտում եմ, չէ՞։ Եվ ժողովուրդը ամեն մեկը պետք է դիվիդենդ ունենա իր ազգային սեփականության օբյեկտներից, իր հողի, ընդերքից, եթե հանք են շահագործում, ժողովուրդը մեկ-մեկ, էլ չեմ ասում տեղի ապրողները, պետք է ունենան դիվիդենդ այդտեղից։ Ավտոմատական հայությունը պետք է բոլորը, իմ ընկերներից մեկի հորակույր է, խելոք գնում էր փող էր փոխանցում, $1 թե $10 չգիտեմ էլի, որ այո, ես փող փոխանցեմ բանին, որ ես իմանամ, որ ես դրանից 1 ցենտ բան ունենամ, շահույթ, 1 ցենտ, բայց դա իմն է, հա, այսինքն նման քայլերը հեշտ են գտնել, կարևորը նպատակն է, իսկ նպատակը ինչ է, սկսած մեր բոլոր ստրատեգիական օբյեկտների թալանից, թե թալանով եւ օտարումով չգիտես ում, հա, մենք մեր երկիրը հասցրեցինք այս օրվան։ Հիմա էլի կանգնում են իրար հայհոյում, իրար բան ինչ անենք։ Նախ առաջինը դադարի հայհոյումից։ Մենք ինչ արեցինք, մեր բոլոր ռազմավարական օբյեկտները ըստ էության հիմա այլոք են տնօրինում։ Այո։ Հիմա դա հետ բերելը ասեցի, հետ բերելու պետությունը, պետքա պետությունը պետք է հետ բերի, բայց պետություն պիտի ունենանք, որ հետ բերի։ Չէ, ինքը պետություն է, ես պետություն եմ ասում, ես կվերցնեմ մի հատ բանկ, ինչքան ես վերցրել Ղափանի էլեկտրոկայանը, այսքան շահույթ, արդեն տնտեսական հաշվարկներ են պետք։ Արկոպողը ազգայնացնում է։ Եվ այդ ձև են անում
երկրները, ես քեզ չեմ գցում, ես քեզ չեմ խաբում, ես ազգայնացնում եմ, դա օրենք է, դրա համար ես քեզ տալիս եմ քո հողը, աղբյուր ջան, հաջողություն քեզ։ Ես սկսում եմ այդ օրինակ այդ բանկին ես այդ տոկոսները փակեմ, ասում եմ, բայց ես եմ փակում, ոչ թե նրանք ողորմությունը կամ ինչ-որ տոկոսները ուղղորդում են մեր իբր բյուջե, տես չի, և ժողովուրդը դրանից ունենում է, Ալյասկայում տենց արեցին, Ալյասկայում հենց այդպես էլ արեցին, որովհետև Ալյասկան դատարկվում էր։ Եղան այնպիսի անձինք, որոնք կարողացան դա կազմակերպել։ Այո։ Մեզ նման անձինք են պետք, որոնք կարողանան դա։ Մեր ռուզվելտներ են պետք, մեր դենսիաոպիներ են պետք, մեր բանը, երիտասարդությանը, այնց ակտիվությունը ես կոշ կանեի մեր երիտասարդությանը, ձեր ակտիվությունը նախ դրսևորեք ձեր ինքնակրթության մեջ, թե կրթվեք, կրթությունը մոդա են ասում, կրթությունը մոդա չի, դա անհրաժեշտություն է հացի ու ջրի պես, դա անհրաժեշտություն է մոդա չի, եթե դուք ուզում եք ձեր տեղ ունենալ արևի տակ, դուք կիրս պետք է պետք է կրթվեք, իսկ կրթությունը, առաջին հերթին կրթությունը, դա գիտելիք և դաստիարակություն, այդ է կրթությունը, գիտելիքը այս Բոլոնյան, չեմ իմանում, դա չի, իսկ դաստիարակությունն էլ այս չի, որ մենք փողոցում տեսնում ենք, դաստիարակությունը ազգային արժանհամակարգի վրա հիմնված դաստիարակությունն է, ինչը դժվար է դա հասկանալ, կարծում եմ դժվար չի, բայց չեն ուզում հասկանալ սա, ասում եմ, տրիվիալ պատասխաններ են սրանք, որ պարզապես պետք է տեսնել, պետք է ընկալել, պետք է դրսևորել դրանք, դրանով իսկ կվերականգնենք ձեր պատիվը, ձեր ինքնահարգանքը, ձեր ինքնարժևորումը, ոչ թե ես ինչ ենք անում մենք լավ, կարելի է այսպես, եթե մենք ուզում ենք միավորվել, բոլոր այդ միավորվել, այո, միավորվեք ձեր արժեք համակ, ամեն մեկը փրկեք ձեզ, իսկ ձեր անհատական փրկությունը լինում է ձեր արժեքների հայտնաբերման մեջ, միայն, և ես չեմ կասկածում, որ այո, մեծ ամասնությամբ հայեր են, պարզապես տարբեր սերունդներ և տարբեր դաստիարակություն, այո, կա, որդիների պայքարը հայերենի դեմ, միշտ էլ եղել է, միշտ էլ ինչ-որ ընդվզում եղել են, բայց բաները չեն փոխվել, արժեքները չեն փոխվել, ընկալումներն են փոխվել, արժեքները մենք դիմադրողականություն, մենք մեր դիմադրողականությունը չենք կորցրել, ունենք, բայց դրա ընկալումը մեր մոտ չկա, ընկալում չկա։ Շնորհակալություն Տեր Հովսեփյան, տեսություն սիրելի հայրենակից։